Ձեր իշխանափոխության այդ սցենարը, որը դեռ չեք ցանկանում այսպես բարձրաձայնել, փակագծեր բացել, ռեալ է թե դուք պարզապես քաղաքական հայտարարություններ եք անում? Դե իհարկե ռեալ է։ Դրա համար կնայենք, կտեսնենք։ Պարոն Կավիցյան, իսկ ինչպես է կիսելու ընդդիմության առաջնորդի ես դերը։ Դուք եք լինելու առաջնորդը, թե Քոչարյանը։ Քոչարյանը իր դաշինքով ընդդիմության առաջնորդ է, ես մեր դաշինքի ընդդիմության առաջնորդն եմ։ Դրա համար մենք կիսելու ոչ մի բան չունենք։ Այսինքն այդպես եք պատրաստվում գնալ։ Այսինքն երբ որոշենք մտնենք ազգային ժողով, դուք դրա մասին կիմանաք։ Մտնելու եք ազգային ժողով որպես ընդդիմություն։ Դե ես ասեցի, հիմա որոշում չկա, կան հետագա քայլեր, մենք կգնահատենք, ամենակարևորը, որ ճանապարհը արագ հնարավորություն տվեց արագ հեռացնել Փաշինյանին, մենք այդ ճանապարհը ընտրելու ենք։ Չենք նայելու ոչ մեկի այսօրվա դաշտ գցած նարատիվները, խորհուրդները, դրան չենք նայելու։ Մենք ի վիճակի ենք մեր որոշումները կայացնենք։ Դրա համար խորհուրդ եմ տալիս մարդկանց, դրա վրա ժամանակ չկորցնել։ Մենք շփվելու ենք մեր ընտրողների հետ, մեր թիմի հետ եւ կայացնելու ենք միակ ճիշտ որոշումը։ Ձեր երկրորդին ասում է, որ դուք այստեղ այս երկրում երկար դեռ պլաններ ունեք, ինչ պլանների մասին է խոսքը։ Դե դուք գիտեք ինչ պլաններ։ Եթե մենք արդեն ունենք կուսակցություն, Փաշինյանին կհեռացնենք, հետո կձևավորենք կառավարություն։ Ընդդիմությունը ասում է, որ միջև վերջ հանդիպում կազմակերպեցիք Տաշիրարենայում, ձեր ընտրողների հետ հանդիպում կազմակերպեցիք, բարձելու համար ի վերջո ինչ են ուզում ձեր ընտրողները վերցնել մանդատները, թե ոչ։ Ի վերջո նրանց մեսիջը ձեզ որն էր, վերցնել թե ոչ։ Մեսիջը մոտավորապես այսպիսին է. 40%-ը դեռ էմոցիաների տակ են, դրանցից ինչ-որ մարդիկ դեռ պրովոկացիաներ են անում, 40% ասում եմ մի վերցրեք, այո։ Ցանկանում են չվերցնենք, 60%-ը արդեն սկզբում դա հակառակն էր, հիմա արդեն սենց է։ Ասում են վերցրեք մեծամասնությունը մի խոսքով։ Լսելու եք մեծամասնությանը, պարոն Կավիցյան, լսելու եք մեծամասնությանը։ Մեծամասնությանն եք լսել հանդիպման ժամանակ։ Չէ, Ժորժ ջան, իրենց լսելու ենք, բայց որոշումը մենք կայացնելու ենք, անկախ։ Դրա համար եմ ասում, մարդիկ շատ մեր վրա ժամանակ չպետք է կորցնեն։ Մենք ի վիճակի ենք մեր ճիշտ որոշումը կայացնել։ Իհարկե բոլորը խոսելու իրավունք ունեն, բայց մեր տեղը չունեն։ Մենք ի վիճակի ենք մեր քայլեր անենք։ Իրենք մեզ չեն օգնել քայլեր անելու, որ կան հիմա էլ խորհուրդներ կան։ Պարոն Կավիցյան, ընդդիմությունը ասում է միջև վերջ գնալու է, միջև վերջ ասելով ինչ նկատի ունեն։ Միջև վերջ։ Այսօրվա մինչև վերջը Փաշինյանին հեռացնելն է։ Դրանից հետո կլինեն ուրիշ քայլեր։ Պարոն Կարապետյան, Փաշինյանին հեռացնելու տարբերակի մասն եք խոսում։ Փողոցի ժողովրդի ուժը գեներացնելը նկատի ունեք նաև այստեղ։ Նայեք, եթե մենք պահը գնահատենք, որ դրա անհրաժեշտությունը կա, իհարկե մենք դա կանենք։ Բայց այսօրվա դրությամբ այս երկրում փողոցային միայն Փաշինյանն է։ Դրա համար մենք գնում ենք օրենքով գնացել ենք սահմանադրական դատարան։ Հիմա տեսնենք սահմանադրական դատարանի որոշումը։ Դրանից հետո մեր հաջորդ քայլերը պլանավորել ենք։ Հիմա եթե մենք թեկուզ շատ քիչ, բայց հույս ունենք, որ մեր առաջարկած երկու պայմանը կարող է ընդունվի, ինչի համար նոր քայլեր։ Հիմա միգուցե սահմանադրական դատարանը չեղյալ է համարում ընտրությունները, կամ երկրորդ փուլ են գնում։ Դրա համար նոր հարցեր մենք չենք ուզում քննարկենք։ Ամեն ինչը իր ժամանակն է։ Շնորհակալություն։